Ողջույն հարգելի ձկներ, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար։ Բոլոր 12 ոլորտների համար ընտրել եմ աստղաբանության 12 ոլորտները, բայց ինչ-որ բաներ նաև հանել եմ, որովհետև այդ ոլորտները բավականին շատ են։ Գնանք 12 կարևոր ոլորտները, որոնք որ մշտապես մեր կյանքում առկա են։ Ընտրել եմ այս քարտերը, սա գնայինք, սրանով գնայինք արդեն որպես հուշում, եթե ինչ-որ մի ոլորտում մեզ անհրաժեշտ լինի հավելյալ հարցում։ Եվ իհարկե կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, լայքել, որպեսզի առաջ գնանք, դեղով շնորհակալ եմ, որ բավականին շատացել ենք եւ ավելի կշատանանք, նաեւ ես էլ ավելի հավեսով կսկսեմ անել նմանատիպ տեսանյութեր։ Աստղաբանության ալիքում նույնպես սկսել եմ ամսվա կանխատեսումներ, որովհետև քանի ազատ եմ, ես կանեմ, հետո կարող է եւս էլի զբաղված լինեմ, էլի առանց տեսանյութեր մնանք։ Ահա։ Եվ առաջինը դա գնայինք փետրվար ամսվա ձեր տրամադրվածությունը, ձեր տրամադրությունը։ Ինչպես կմտնեք փետրվար ամիս կամ ընդհանուր փետրվար ամսվա ընթացքում ինչպեսին կլինի կամ գուցե ինչ-որ ցույց տա թե ինչ եք թողելու եւ մտնեք փետրվար ամիս։ Տեսնենք։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարին, իրենց տրամադրությունը։ Երկրորդը դա գումարն է։ Հաջորդը շփում, ձեր շրջապատը, ձեր հարազատները, քույր եղբայր, ընտանիք, տուն, երեխա, առողջություն, սեր, հարաբերություններ, փաստաթղթեր, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ եւ օգնություն, որտեղից օգնություն կստանաք, եւ ձեր վախերը, խնդիրները եւ գաղտնիքները։ Ահա, այսքանն է ոլորտները։ Մենք կսկսենք իհարկե տրամադրվածությունից, բնավորությունից։ Եվ փոքր շատ եք խառը լինելու, ընտրության առջև եք լինելու, կարող շատ տատանվել, շատ ամսվա ընթացքում։ Ինչ-որ մի բան անեք, դրանում տատանվեք, անեմ թե չանեմ, կամ ինչ-որ շատ մտքեր կարող է ունենաք ձեզ մոտ, որը ռեալիզացնելու փոխարեն ուղղակի տատանվում եք, ուղղակի մտածում եք։ Միգուցե շատ են կասկածները, Միգուցե այստեղ ընտրությունը օտար երկրի հետ է կապված, գնաք այնտեղ թե ոչ, կամ ինչ անեք, որ ավելի աստղ դառնաք, ավելի ճանաչվեք, միգուցե դա է, միգուցե նաև ինչ անեք, որ գնաք օտար երկիր, օրինակ։ Ավելի շատ ոնց որ դա է։ Տեսնենք էր, հեսա ոչ բոլորի մոտ դա կարող է լինել, չնայած ինձ թվում է հիմա շատերի մոտ է դա, իսկ մենք հակառակը, ես շատ եմ ուզում հետ վերադառնալ։ Նաև սա այստեղ կամ հասարակական գործունեության հետ է կապված, անեմ արդյոք թե չէ, եթե հասարակական գործունեությամբ եք զբաղվում, կամ զբաղվեմ թե չէ։ Միգուցե այստեղ ամուսնությանն է վերաբերվում, կամ եթե հարսանիք կա, ինչ հյուրասիրեմ, ինչպես զարդարեմ, ինչ գույն անեմ, եթե օրինակ ձենն է, ոնց պատրաստվեմ, ինչ գույների մեջ։ Գուցե դա է, կամ ինչ հարսի զգեստ կողմ է, կողմից է չի կողմ, օրինակ հարսի զգեստ ընտրել։ Դա այդքան էլ հեշտ չէ։ Ինչ-որ գործունեություն են ոմանց համար իրոք այստեղ, որ շատ կարևոր է եւ մտածում եք։ Հələ նորից նույնը։ Ընդամենը երկու բան է ձեզ մոտ, միևնույնն է կարող է անդադ խառնում, անդադ նույնը դուրս գա։ Այնպես որ ոմանց մոտ հստակ դուրս գալն է, թե ինչպես անեք, կամ դուրս գամ թե ոչ, կամ այդ գործունեությունը, կամ նաեւ պատրաստությունը։ Տեսնենք գումարը, ինչ է ասում գումարը։ Գումարը այստեղ կամ ձեր ընկերն է ձեզ գումար օգնելու, կամ դուք կարող եք օգտակար լինել գումարով։ Նաև ճիշտ եք կարողանում կառավարել ձեր գումարը այդ ամիս։
Տեղ կողողուցեմ այդ ընկերը։ Ինքոմ իմաստուն կերպով եք կառավարում, արդեն նշեցի, բայց նաև կողա ձեր ընկերն է այստեղ օց եւ փորձում է ձեզանից ունակ գումար վերցնել պարտքով եւ հետո ես իմ կվերադարձնի թե ոչ։ Չգիտեմ, վստահել արժի թե չէ, կախված է թե որ մեկն է եւ դուք գիտեք արդյոք նայեք այստեղ եւս տաղտանվում եք։ Եվ իտակ թե չտակ, կամ դիմեք իրեն թե ոչ։ Կողա է իրոք շատ գումար ունի նա եւ դուք ինչ-որ գործ եք ուզում սկսել, ավելի լավ է ոնց որ ընկերոջից վերցնել, քան գնալ բանկ, ընկնել վարկի տակ։ Գուցե դա եք այդպես եք մտածում։ Եվ մտածում եք կտա թե չի տա։ Այդպես։ Կամ օգնեմ, չօգնեմ, հա, իրան, պետքա թե ոչ։ Սա կարող է հենց ձեզ ասում է, որ գումարը տալուց կամ վերցնելուց ամենայն դեպս ստորագրեք։ Յուրաքանչյուր տալուց վերցնելուց պարտադիր է։ Ոնց որպես ապացույց, եթե ինչ-որ գումարի հետ կապված։ Ում այստեղ կարող է իր այդ գործարք կնքեք։ Կարող է իր այդ գործ սկսեք։ Ամեն մեկը ոնց որ գումարներ դնի եւ իր այդ սկսեք, բայց այստեղ ոնց որ ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրելու կամ կարող եք նոտարով նաեւ հաստատել։ Տեսնենք հաջորդը դա շփումն է, շփումը սահմանափակված է այստեղ, կամ դուք եք սահմանափակել մարդկանց հետ շփումը, կամ գուցե չեք շփվում ձեր քրոջ կամ եղբոր հետ, կամ ձեր շրջապատի մարդկանց հետ, ոչ թե հիմա, այլ փետրվարին, հա, եկեք այդ դա հաշվի առենք, որտեղ դուք չգիտեք փետրվարին ինչ է լինելու, ոչ ոքս չգիտենք, կամ վաղը չգիտենք։ Քարտերն ասում են, բայց մենք չգիտենք, հա, լինում է վերջանում, ավա ասում ենք նույնն է եղավ։ Ոայ երկու քարտ դուրս եկավ։ Նայեք, այստեղ կարող է ընկերն է, այստեղ ընկերոջ հետ է խոչընդոտը։ Շփում չկա։ Հարազատների հետ շփում չկա, կարծես թե։ Կամ այդ ամիս ուղղակի չլինի։ Կամ դուք եք սահմանափակումների մեջ, կամ իրանք են սահմանափակումների մեջ, կամ ձեր ընկերների հետ շփում չի լինում։ Շրջապատի հետ շփումը սահմանափակ է։ Չգիտեմ ինչու է սա այդպես, իրոք կարող է բոլորին հանել եք եւ մնացել եք դուք ձեզանով, դուք ձեր ընտանիքով։ Հնարավոր է։ Գուցե ինչ-որ տղամարդ է պատճառը, միգուցե ինչ-որ գող ձեր հայրը չի թողում դուրս գաք, այդ ամիս շփվեք ոչ ոքի հետ։ Միգուցե ինչ-որ մեկն է այստեղ, չգիտեմ, ինչ-որ մի տղամարդ է, որ դեր է խաղում այդ ամենում։ Կամ այդ տղամարդը կարող է որոշել հաշտեցնել, եթե քրոջ եղբոր հետ չեք շփվում, կարող որոշում է հաշտեցնի ձեզ։ Տեսնենք տուն, ընտանիք, միգուցե այստեղ ցույց տա։ Հիանալի է այստեղ։ Անգամ դե փետրվարի վերջերը արդեն ձեր առիթն է, այնպես որ այստեղ ձեր առիթն է, առիթը կնշեք, նաև շնորհավորում եմ, դե վերջերն է ամենայն դեպս, առիթը կնշեք այստեղ, նվերներ կարող ստանալ, անակնկալներ, եթե ձեր տանը եւս էլի ձուկ կա կամ գուցե ջրհոս, իր առիթն է։ Այստեղ խորամանկ մարդիկ կան, գուցե խորամանկ մարդիկ են գալիս ձերտուն, որ լավ համո բաներ ուտեն, կամ դուք պետք է լինեք խորամանկ այստեղ։ Հնարավոր է գիտեք, ոչ թե մեկի անձնական կյանքում այնպես ստացվի, որ այս ամիսը որոշեք ընտանիք կազմել կամ որոշեք ընտանիքը միավորեք, հա, եւ ոնց որ սա ասում է, այո, մի փոքր խորամանկ եղիր, որ կարողանաս ընտանիքը միավորել կամ այնպես անել, որպեսզի ամուսնանաս։ Գուցե դա է։ Եվ չի բացառվում, որ խորամանկ մարդիկ են մտնում ձեր տուն, ձեր մասին ինչ-որ բաներ իմանան, որպեսզի կողը հետո այստեղ այնտեղ հայտնեն, կամ թեկուզ, եթե առիթ է, առիթին գան, տեսնեն ինչ կա, հետո գնան խոսեն։ Տեսնենք երեխաները ինչ են ասում։ Այստեղ հնարավոր է շատ արագ ծննդաբերություն, ամենաառաջինը։ Նաև դա կարող է լինել երեխա հղիանոք այս ամիս եւ շատ արագ, անսպասելի նաեւ կարող լինի ձեզ համար, դուք էլ չսպասեիք, որ կարող այդպես լինի։ Նաեւ կարող երեխաները կան ձեր տուն այս մեկ ամիսը մնան, կամ դուք գնաք իրենց տուն մնաք, կարող երեխա է ծնվել եւ կարող է ձեր ծնողները գալիս են մնան, որ օգնեն ձեզ, կամ հակառակը դուք եք ծնողը։ Նաեւ սա դեր երեխաները կարող են ճանապարհ գնալ, օրինակ երկար, կամ իրար հետ կարող եք գնալ,
կամ իրենք կարող են գնալ։ Նորություններ կլսեք ձեր երեխաների վերաբերյալ։ Առիթ է սա։ Առիթը միգուցե հենց այդ նորությունն է, որ ինչ-որ մի բան է իրենց հետ կատարվում։ Միգուցե ուզում են ամուսնանալ, միգուցե եւ ինչ-որ մի բան արագ է դա տեղի ունենում, կամ վերցնում են տանում տուն, հա, կամ ինչ-որ փոքր հարսանիք, կամ արագ ոնց որ մի ամիս հետո որոշում են ամուսնանալ այդպես։ Իրենք են կարող է դուրս գալիս հասարակություն, իրենց մասին են հայտնում եւ սկսում են ինչ-որ գործեր անել, այդպես մարդկանց հետ։ Տեսնենք ձեր առողջությունը, այստեղ պետք է ուշադրություն դարձնել կոկորդին, հազ, գրիպ, ձայնալարեր, կամ քիչ գոռացեք, կամ քիչ երգեք, կամ սա վիրուս է, գրիպ է, հա, այդպես որ պետք է ուշադրություն դարձնել։ Գուցե վարակվում եք ձեր ընկերոջից։ Այսօր իմ մոտ էլ կողքս մեկը փռշտում հազում, չգիտեմ ինչ էր լինում։ Կարող է այդպես, ամեն դեպս սա ձեր ընկերն է, որ կարող է հիվանդ է եւ գա ձեզ վարակի համար, ոչ ոքին մի թողեք, արգելեք։ Սեր հարաբերություններ։ Այստեղ կտրուկ որոշում եք կայացնելու։ Սա կտրուկ որոշումը երկու ծայր ունի։ Մեկ կտրուկ որոշում իրար հետ ենք լինում, ամուսնանում ենք, մեկ կտրուկ որոշում իրար հետ չենք լինում։ Կախված է ձեր իրավիճակից, կախված է, եթե շփումը այստեղ իր հետ է նաև կապված, այո, միգուցե նաև դա է։ Եթե ոչ, այստեղ պետք է շատ ուշադիր, կամ իրոք որոշում եք, որ ձեր այդ սիլիբիլիները տեղափոխեք եւ հիմա արդեն ավելի լուրջ հարաբերություններ ունենաք։ Տեսնենք, այս սուրը ձեզ համար լավ է, թե վատ։ Նայեք, բորբոքված լինելու ազդեցությունն է սա, այդ պահին եք որոշում կայացնելու։ Չեմ կարող ասել, որ սա անվերադարձ է, կարող եք հետո վերադարձնել ձեր զույգին, բայց ինչ-որ մի բան է կտրել, որոշել, որ վերջ, դա լինելու է ազդեցության տակ, դա համար մի արեք։ Փորձեք հարաբերությունները պահել, նույնն էլ նաև ընտանիքը, նույնն էլ նաև ինչ-որ մարդիկ։ Կամ սա կարող է ինչ-որ մեկը փորձում է ձեզ հետ ծանոթանալ եւ արդեն իսկ կտրուկ իր դիմացը կանգնացնում եք, որ վերջ է, այլևս դու մի փորձի իմ հետ ծանոթանալ, ես միևնույն է քեզ հետ չեմ ծանոթանալու։ Ոնց է դա է։ Նո ամբողջ ամիս պայքարի։ Հետո կփոշմանեք։ Այնպես որ ովքեր որ այստեղ տեսնեք, որ շատ է պայքարում, իր հետ գնալու եք, հա, վերջ ամուսնության։ Նաև այստեղ կպայքարեք, որովհետև ընտանիք է, նաև դա էլ կարող է լինել, հա, զույգեր եք եւ ի վերջո կամ հետ կընդունեք կամ կհաշտվեք, բայց քայլը այս կտրուկ այդ որոշումը հենց այդ բարկացած ժամանակ եք անելու։ Տեսնենք փաստաթղթերը կլինի, եթե ինչ-որ հարցեր եք սպասում, պատասխաններ եք սպասում կլինի եւ պատասխանները նաեւ կարող են ձեզ շատ դուր գալ այն ինչպես որ դուք եք ուզում։ Հիանալի է սա, թոշակի ձևակերպում, ալիմենտ, յուրաքանչյուր էստա վիզա միգուցե նաեւ լինի, ինչու՞ չէ։ Եվ ոնց ասում եմ, իմաստուն կերպով պետք է այդ թուղթերը օգտագործեք, միգուցե բիզնեսի թուղթ է, միգուցե ինչ-որ կարևոր թուղթ է, մի ասեք սա, որտեղ կարող են նախանձմարտիկ շատ լինել։ Թող ամեն ինչը վերջնական լինի, նոր հետո ասեք, հիմա թոշակ եք անում, թող թոշակը լինի, գա, ասեք վերջ, թոշակս ձևակերպեցի, թոշակը արդեն ստանալու, վերջ։ Այդ ժամանակ ասեք, մի ասեք, որտեղ ոցերը շատ էին ձեր մոտ։ Այդ ուրախության պահին էլ էին, իրանք այդտեղ ներկա։ Տեսնենք ճամփորդության գնալու եք, թե ոչ, այստեղ ամենայն դեպս ոչ է, եթե այո կամ ոչի մեջ է, կարող դժվարություններով ուղղակի գնալ հասնել տեղ, որովհետև հետադարձ է փետրվարին, Մերկուրին նաև խավարում կա եւ այն ժամանակահատվածում այդքան էլ պետք չի գնալ։ Ինչ որ կին է դժվարացնելու, եթե տնօրենն է, ապա ոնց որ չի թողնում, որ գնաք աշխատանքը թողեք գնաք, կամ նաև դա կարող է լինել ձեր կինը, օրինակ եթե տղամարդ է նայում, ձեր մայրը, ինչ-որ մեկն է, որ կարող է հետո կարողանաք, եթե դժվարություններ կարող են լինել գնալու մեջ, բայց բուն ճամփորդությունը, եթե գնաք, այնտեղ հիանալի կանցնի։
Միայն դժվարություններ է այստեղ։ Եվ տեսնենք, այստեղ կարիերա աշխատանք, ինչ որ աղջկանից է կախված։ Գուցե ձեր տնօրենն է ցույց տալիս այստեղ, գուցե ոչ աղջկա հետ որոշում եք բիզնես բացել իրար հետ կամ ընկերուհին է ձեր օգնում է ձեզ աշխատանքի ընդունվել, այստեղ եւս հա գումարի հետ կապված նա կար, գուցե օգնում է ձեզ ձեր ընկերուհին, որպեսզի դուք կարողանաք աշխատանք գտնել, աշխատել։ Նա նաև ձեր տնօրենն է, տեսնենք ինչ է ուզում, եթե ձեր տնօրենն է, եթե աշխատում եք։ Մանր-մունր խնդիրներ է սարքում այստեղ ձեզ համար, որ կորցնեք այդ աշխատանքը, միգուցե մենեջերն է։ Նա կողանաթատ բզբզում է։ Այն նոր քիչ առաջ նայում էի Instagram-ով մենեջերի արարքները, որ իրականում իրոք շատ ճիշտ է, ոնց որ անիմաստ գալիս փնթփնթում ու խոսում են։ Դա աշխարհով մեկ է, դա բոլոր տեղերում էլ այդպես է, իրենց, չգիտեմ, ինչի դրած տեղ են ման գալիս, եւ դրա համար էլ այս վիճակն է լինում, հա, կարող է այնպես անում, հա, ձեր գլխին խնդիրներ է սարքում, որ դուք դուրս գաք։ Այո, կարող եք վիճել նաեւ։ Ում աշխատակից է սա կամ հաճախորդ է, որը եւս էլի խնդիրներ է ստեղծում, հա, մանր ինչ որ խնդիրներ են, որից կարող եք բորբոքվել եւ այսպես վեճ դառնա դա։ Նույնն էլ բիզնես է այստեղ, չգիտեմ, ես օրինակ չեմ սիրում ընկերների հետ բիզնես անել, բարեկամի հետ, ես ընդհանրապես չեմ սիրում։ Ընդհանրապես որ ինչ-որ մեկի հետ չեմ սիրում, բայց ես պետք է ինչ-որ մեկի հետ անեմ միշտ, բայց ես չեմ սիրում։ Տեսնենք, եթե սա բիզնես գործընկեր է, օրինակ, իրար հետ ընկերուները որոշել եք անեք։ Այստեղ ավելի լավ է ոնց որ քույրը երևի, կամ տան մեջ եք անում։ Գուցե դուք ընտանիքով, մայր ու աղջիկ կամ երկու քուր տան մեջ ինչ-որ գործ եք սկսում։ Նա միասին անելով։ Կամ սա եւս էլ երկու ընկերուհի եք, ոնց որ միավորվում եք եւ ինչ որ հո տան գործ եք անում, տան ներսի իրեր եք անում, կամ գուցե դիզայնով եք զբաղվում, ոնց ամեն մեկը ձեր ճաշակն ունեք կամ միասին մեկ ճաշակ ունեք եւ կարողանում եք դուք օրինակ գեղեցիկ դեկորներ եք ընտրում, իսկ ինքը ճարտարապետությունից է լավ եւ իդ կարող է այդպես գործ եք անում։ Այդ ժամանակ կարող եք։ Դե այստեղ էմոցիաները այնպես պետք է անեք, որ չխանգարեն ձեզ ուղղակի այս ամսվա ընթացքում, եթե տնօրենը կամ մենեջերը կփորձեն բզբզալ, որտեղ ամեն ինչ գալու է էմոցիաներից։ Տեսնենք ընկերներ եւ օգնություն։ Այստեղ օգնություն կարող է լինել բիզնեսի հետ կապված եւ երեխաների հետ կապված, որ կարիք լինի դուք ու ձեր ընկերների երեխաները պահեք, երեխաներին կամ դուք, հա, երեխաներին տանեք, ընկերները օգնեն պահեն։ Նաև սա ձեր երեխաներն են, ովքեր որ ձեր ուսին կանգնած են կամ դուք պետք է ձեր երեխաներին աջակցեք, օգնեք այս ամիս։ Իրենք ձեր կարիքը կունենան։ Կամ բիզնեսի հետ կապված հարցերում ինչ որ մարդիկ ձեզ կարող են օգտակար լինել։ Տեսնենք լի, եթե բիզնես է, ովքեր են օգտակար լինելու, այո, ինչ որ մի տղամարդ է, որ ձեզ կաջակցի։ Գուցե ձեր հայրն է, ձեր եղբայրն է, ով որ ձեզ կաջակցի։ Կամ ընկերն է, միգուցե։ Դա այսքան է, նաև տեսնենք վախերը։ Այստեղ նայեք, հենց գաղտնիք է։ Գաղտնիք է, որը եւ հենց իրոք դուք պահում եք, բայց այստեղ մեկը բացվելու է։ Պետք է դա հստակ իմանաք, որ հենց դա է, որ վախենում եք, որ չբացվի, կամ մեկը կարող է բացվել, եթե ինչ որ մի քանի գաղտնիք է։ Մնացածը դեռ չէ, մնացածը դեռ նորմալ է, այստեղ չի բացահայտվի։ Հենց մեկը կբացահայտվի։ Նաև այստեղ խնդիրներ կարող են լինել ուսման հետ կապված, չկարողանաք ճիշտ լավ յուրացնել, ճիշտ յուրացնել։ Միայն խնդիր դա է կարող է լինել, նաև սա եթե գաղտնիք բացահայտվի։ Կարող է ձեր գաղտնիքը չէ, որ ինչ որ գաղտնիք է, որը դա է, ձեր խնդիրներ ստեղծում։ Իսկ ձեր վախն էլ հենց դա է, վախը կարող է նոր ուսման կենտրոն եք գնում, նոր ինչ որ բան եք սովորելու եւ վախենում եք կարողանաք արդյոք թե ոչ, եւ վախը հենց կարող է այդ գաղտնիքները, սա վախը նաեւ կարող է լինել նոր կյանք սկսելու համար, նոր ուզում եք փոխել ձեր կյանքը, ուզում եք փոխել են որ age-ը, ասում եք էլ վերջ, այլ այսպես չեմ ուզում, եւ բայց վախ կա, որ սկսեք։ Դա է։
Տեսնենք պետք է որ վախենաք, օրինակ սկսել նոր կյանք, հա, գիրքը, գրքի էջը փոխեք եւ սկսեք ձեր կյանքը նորովի։ Ոչ, առաջ գնացեք։ Փոխեք ձեր կյանքը եւ գնացեք առաջ։ Այստեղ ոչինչ չկա վախենալու։ Արդյոք ձեր գաղտնիքը կբացահայտվի, որտեղ այդտեղ հենց գաղտնիքի քարտն է։ Ձեր գաղտնիքը տեսնենք կբացահայտվի։ Պտտվում էլի նույն քարտը։ Դա այստեղ համենայն դեպս գնում է։ Եվ դա նշանակում է բնականաբար, այո, դրա մարզի մեկը կբացահայտվի։ Իսկ ուրիշ գաղտնիքը ձեզ համար խնդիր կստեղծի, թե ինչ-որ գաղտնիք բացահայտվի։ Գուցե երեխաների հետ է կապված այդ գաղտնիքը, ինչ-որ մի բան է բացահայտվում։ Երեխաների մասին կարող եք մի բան իմանալ։ Նաև դա բիզնեսն է, որ կամ թաքուն բիզնես եք անում, կամ բիզնեսի հետ կապված ինչ-որ մի բան կարող եք իմանալ, դա կարող է ձեզ համար խնդիրներ լինել։ Ոչ թե խնդիրներ, բացահայտվի, այդ գաղտնիքը բացահայտվի։ Եվ տեսնենք այս քարտը ձեզ ինչ խնդիրներ է բերելու եւ ավարտենք արդեն կանխատեսումը։ Մի փոքր գումարային խնդիր է սա։ Փաստաթղթերը ստորագրելուց ամենայն դեպս ուշադիր եղեք, չնայած այստեղ եթե փաստաթղթերը ամեն ինչ լավ էր, բայց եթե պետք է ստորագրեք, հա, ինչ ստորագրեք, մի քիչ ուշադիր եղեք, որտեղ այստեղ նաև խնդիրներ է բերում։ Գուցե բիզնեսի մեջ եք դնում, գուցե դա է հենց ձեր իրոք վախը, որ ինչ-որ մի բան անեք, նոր էտապ, նոր կյանք եւ գումարային կարող է նոր ինչ-որ խնդիրներ, օրինակ դուրս գաք աշխատանքից, ինչ խնդիրներ, օրինակ գնաք օտար երկիր, ինչ խնդիր, այստեղ հստակ, հա, եթե գնաք օտար երկիր, կհասկանաք, որ դժվարություններ է լինելու։ Այսքանը թող որ փետրվար ամիսը ձեզ համար լինի ամենաբարեկեցիկ ամիսը, լավագույն ամիսը, ունեք դժվարություններ, բայց ով չունի դժվարություն, բոլորն էլ ունեն։ Այնպես որ մի անհանգստացեք, ամեն դժվարությունը այնքան է տրվում, որ դուք կկարողանաք դա անել։ Դա ինձ բարձր երբեք ձեզ չի տրվում, ոչ մի դժվարություն։ Այնպես որ կկարողանաք յուրաքանչյուր հարցին լուծում տալ։ Այսքանը ձեզ համար։ Թող ամենահաջողակ ամիսը լինի ձեզ համար։ Լավ եղեք։